Երևանի հանդեպ սերը ամենալավը բնորոշել է, ինձ թվում է Եղիշե Չարենցը։ Ասում է, սիրում եմ քեզ Երևան, ինչպես մեր հին այն հեքիաթում Դավիթին սիրում էր իր ձին։ Դա Երևանն է, նանան կոտանը, չէ՞։ Մի հատ էլ հարց ունի, լավ։ Ամանես ճանչին դանենք։ Ճանջիկ։ Եղեք հայերեն library is գրադարակ, չէ՞։ Բան, ասինքն գրքերով library, գրադարակ։ Մա դրաբից երգ ունի Էլվինա Մակարյանը։ Երևան, ինչպես։ Ռաբից կասետի մեջ է։ Արմեն Սարգսյան, շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր խոսելու հայոց լեզվի մասին եւ գրականության մասին։ Դուք բանաստեղծ եք եւ խմբագիր։ Եվ ես կուզեի սկսել մի հարցացրույցը ասելով, որ հայոց լեզու ինձ համար ինքը շատ գեղեցիկ, բայց բարդ աշխարհն է։ Բայց այդ հարգանքը, որ ունենք ինձ թվում է իրան նկատմամբ, մեզ ոգեշնչում է, որ փորձենք ավելի լավ խոսել, ավելի լավ սովորել եւ դուք իհարկե շատ մեծ դեր եք խաղում այդ ամեն ինչի մեջ։ Ես ձեզ հետևում եմ վաղուց նույնպես ու շնորհակալ եմ։ Ու դուք միշտ ձեր բլոգում փորձում եք շատ նուրբ եւ շատ հետաքրքիր ձևով ներկայացնել հայոց լեզու եւ փորձել մարդկանց այդ ամեն ինչի մեջ հետաքրվել, որ իրան հասկանան, ոնց ենք խոսում, ոնց կարելի է լավացնել մեր լեզուն։ Ուզում եմ որպես առաջի հարցը ձեզ հարցնել, ոնց ծագեց ձեր գաղափարը բլոգի։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք եւ լեզվի եւ գրականության թեման կարեւորում եք։ Լեզուն եւ գրականությունը իսկապես իմ տարերքն են եւ ես ինձ չեմ պատկերացնում որևէ այլ տեղում, քան գրականությունը եւ հայերենը։ Ես ապրել եմ դրա մեջ եւ շարունակում եմ ապրել, իմ մասնագիտությունն է գրականությունը, իմ ընկերներն են գրողները, իմ աշխատանքը, հա, գրականությունն է ամբողջությամբ։ Շատ պատահաբար ուրեմն այդ գաղափարը ծնվեց եւ ոչ իմ գլխում ամենասկզբում։ Ես բավականին ակտիվ Facebook-յան էջ ունեի, որտեղ հարյուրավոր ռևյուներ եմ գրել տարբեր գրքերի մասին։ Դե Facebook-ը ինչն էր մեր, հա, սոցիալական էջերը մեր կյանքն են, այնտեղ մեր նկարներն են անբարված, այսինքն հիշողությունը, մեր ընկերները եւ այլն։ Եվ ես ինձ այդ հարթակներում միշտ եմ ակտիվ համարել եւ կարեւորել եմ իսկապես այդ հարթակները, հատկապես իմ գործունեությունը, մասնագիտական գործունեությունը ներկայացնելու առումով։ Մոնթե Մելքոնյանի պայքարելու իրավունքը գիրքն է հրատարակության պատրաստել եւ հրապարակել է, որ դա լույս է տեսել եւ այլն 2021 թվականին։ Դրանից հետո Facebook-ը ինձ նկատողություն արեց, ասաց, որ ես խախտել եմ Facebook-ի օրենքները, բայց թույլ էլ չէր տալիս, որ ես դա հեռացնեմ։ Ասում էր, ես դա հեռացրել եմ, բայց չէր հեռացրել այդ հրապարակումը։ Արդյունքում մի քանի տարի անց 2023 թվականի ամռանը իմ Facebook-յան էջը 10 տարի եւ ավելի պատմություն ունեցող եւ հազարավոր հետևորդներ ունեցող ուղղակի ջնջվեց։ Եվ ես այդպես ընկճախտի գիրկը, ես ասաց, էլ ինչ կարող եմ անել եւ այլն։ Իմ ընկերներից մեկը ինձ առաջարկեց գնալ Instagram, որտեղ ինձ ոչ մեկը չէր սպասում, որովհետեւ չէին ճանաչում, եւ ինձ համար էլ դա շատ մի անհայտ տարածություն էր եւ չգիտեի ինչ պիտի անեմ Instagram-ում։ Այդտեղ բոլորը խոսում են ուտելիքից, շպարվում են կամերայի առաջ կամ ճամփորդում են, ուրիշ որևէ բանով չեն զբաղվում, ըստ իս էլի։ Հետո իհարկե հասկացա, որ շատ հետաքրքիր մարդիկ կան, այնտեղ որոնք ինչ որ կարևոր բաներ են անում։ Ամռանը մենք նկարեցինք մոտ 40 հոլովակ, ընդ որում մեկ օրում, ուղղակի տարբեր հագուստներով ստուդիայում 40 հոլովակ նկարեցինք, եւ 6 ամիս ես չէի կարողանում հրապարակել։ Ամաչում էի, ասում էի, դե լավ, մարդիկ ինձ գնային ինչ կմտածեն, կասեն ինչով ազբաղված, այս ինչ ռիլեր ա նկարում։ Եվ իմ ծննդյան օրը, որը համընկնում է տարին փոխելու հետ, դեկտեմբերի 31-ին ես որոշեցի ինչ որ նոր մի բան անել։ Չէ՞ որ ամեն տարի հունվարի 1-ին մենք որոշում ենք փոխվել,
Դրա համար մարզասրահների փաթեթները շատ էժան են, չէ՞, այդ օրերին վաճառում, որովհետև մեկը ով որ առնում է, մեկը չի գալու փետրվարի կեսից։ Էժան է, եկեք այդ փաթեթները առեք։ Հունվարի 1-ին 2024 թվականի հունվարի 1-ին տեղադրեցի իմ առաջին հոլովակը։ Եվ 2024 թվականի փետրվարի 1-ին, այսինքն մոտ 1 ամիս անց, դե ամեն օր եմ հրապարակել, այնպես չի որ մի հատ։ Սկսեցին ինձ շատ հետևել, 100,000-ավոր դիտումներ սկսեցին ունենալ այդ հոլովակները, եւ այդպես անցել է արդեն շուտով 2 տարի կլինի, ինչ ես դա անում եմ սիրով եւ լեզուն մատուցում եմ այնպես, ինչպես ես միշտ եմ արել, երբ որ դասավանդել եմ, ես մասնակցության մանկավարժ եմ եւ իմ մեթոդներն եմ ունեցել դասավանդման եւ հիմա էլ եմ բարբերաբար դասավանդում եւ ես միշտ ասել եմ, որ մենք ունենք կյանքի հետ կապ ունեցող հայերեն դասավանդելու խնդիր, որովհետեւ դասավանդում ենք հաճախ այնպիսի բաներ, որոնք որևէ մեկին պետք չի եւ երբեք պետք չի գալի մեր խոսքում, այնինչ հայերենը պիտի լինի կիրառական եւ այն կանոնները քերականական, որ մենք սովորեցնում ենք, մարդուն պիտի պետք գա, եթե պետք չի, ուրեմն պետք էլ չի, որ դա իմանա, ուրեմն դա շատ նեղ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում է եւ սովորական մահկանացուների հետ կապ չունի։ Այդպես։ Դուք խոսում եք դասավանդելու մասին, ինձ շատ հետաքրքիր, որովհետև մեր դպրոցները շատ մեծ դեր են խաղում, նույնպես լեզվի ոնց ենք երեխաները սովորում մեր լեզուն, ոնց ենք տիրապետում։ Մեր դպրոցները սիստեման աջակցում է հայոց լեզուն, ինքը օգնում է, որ աշակերտները ճիշտ լեզու սովորեն։ Իրականում դպրոցների համակարգը շատ բարդ համակարգ է եւ այդտեղ ոչ այնքան ինչ որ կրթական չափորոշիչներ են կարեւոր, այլ ինձ թվում է առանձին մարդիկ, որովհետեւ բոլորիս կյանքում կարեւոր դեր են կատարել առանձին մարդիկ, առանձին ուսուցիչներ, որ մենք ունեցել ենք եւ այդ ուսուցիչները կանխորոշել են մեր մասնագիտական հետաքրքրությունները, դրան զարգացումը, հետագա մասնակցության ընտրությունը, որը իմ դեպքում օրինակ այդ կարևոր առաքելությունը խաղաց հայերենի եւ գրականության ուսուցիչը, ուսուցչուհին, եւ ինքը ինձ սկսեց դասավանդել 6-րդ դասանից։ Ես միանգամից տարվեցի այդ մասնագիտությամբ եւ արդեն 6-րդ դասանից գիտեի, որ բանասեր եմ դառնալու եւ չի փոխվել իմ ոնց որ այդ ուղին դրանից հետո ամեն ուսուցիչ ինքը իր համար պիտի մշակի այն մեթոդները, որոնցով պիտի սովորեցնի։ Բայց մեթոդներ ասածը այդքան էլ ուղիղ մի հասկացեք, դրանք ինչ որ խաղեր չեն գունավոր թղթերի վրա։ Գիտեք, ես դասախոսներ եմ ունեցել այդ համալսարանում, որտեղ սովորել եմ։ Ասենք Սերգեյ Սարինյանը ակադեմիկոս, որը ինչ որ մեթոդների չէր տիրապետում, բայց փայլուն տիրապետում էր այն մասնագիտությանը, որը ինքը մեզ փոխանցում էր։ Գալիս նստում էր, ուղղակի խոսում էր եւ դու պիտի հասցնեիր գրել այն ինչ որ ինքը ասում է։ Եվ կարծում եմ, որ լավագույն մեթոդիստը այն դասախոսն է, որը պարզապես հրաշալիորեն տիրապետում է իր դասավանդած առարկային, եթե գրականությունը կարելի է առարկա համարել։ Եվ իմ նպատակը հենց սկզբից այն էր, որ կարողանամ 30 վայրկյանում 1 րոպեում որևէ քերականական իրողություն բացատրել։ Եվ այնպես, որ դա մատչելի լինի բոլորին։ Եվ հիմա ինձ հետևում են եւ աշակերտներ, եւ ուսանողներ, եւ մարդիկ, որոնց աշխատանքում հայերենը պետք է, այդ թվում ինձ հետևում են լեզվի գրականության մասնագետներ, որոնց եւս իմ այդ հոլովակները օգնում են իրենց դասավանդման ընթացքում, այսինքն ինչու է այդպես, որովհետև ես ընտրում եմ որևէ բան, որ տարածած սխալ է, մարդկանց ակաժների նստած է։ Այ օրինակ մենք բոլորս ասենք միայեղջյուր, այդ կենդանի կա, չէ՞, առասպելական մի պոզով։ Բայց այդ կենդանի անունը միեղջյուր է, ոչ թե միայեղջյուր։ Այդ ատառը չկա։ Հիմա դա դեռ չեմ նկարել եւ ասենք առաջիկայում կնկարեմ եւ ես վստահ եմ, որ դա միանգամից կտարածվի, որովհետեւ գիտեմ, որ բոլորը սխալ են անում։ Կամ ասենք մեկ այլ օրինակ բերեմ, ես ձեզ հրավիրում եմ, ասենք մեր տուն, ասում եմ կգաք մեր տուն վաղը, դուք ասում եք միանշանակ այո։
Այնինչ պիտի ասեք անշուշտ այո, որովհետև միանշանակ նշանակում է մեկ նշանակություն ունեցող եւ անշուշտ իսկապես իմաստով չի կարելի օգտագործել միանշանակ բառը, որովհետև մենք կարող ենք ասել ես այս օրենքը կարդացի, բայց այն ինչ որ գրված էր այդ օրենքում միանշանակ չէր, այսինքն չուներ մեկ նշանակություն։ Բայց չենք այդ օրենքում գրվածը իսկապես չէր, անշուշտ չէր, տեսեք չի փոխարինում, միանշանակ չէր, բայց չեն կարող ասել, որ միանշանակ հրաշալի եղանակ է դրսում։ Պետք է ասենք իսկապես հրաշալի եղանակ է դրսում։ Ահա այս բաներն եմ ես բերում իմ բլոգ։ Դրա համար բլոգը ունենում է հաջողություն, կարծում եմ նաև։ Ինձ թվում իմ կարծիքով նույնպես դրանից է, որ դուք չգիտեմ, որ ասել որ մանկավար կարող է դրանից է լավ, բայց գնահատություն չկա ձեր գործի մեջ։ Շատ հաճախ մի քիչ վերևից ենք նայում այդ սխալները լեզվի մեջ ու փորձում ենք գնահատել, բայց ձեզ մոտ շատ չեք գնահատում, ուղղակի ներկայացնում եք եւ օգնում եք։ Ինձ թվում է այդ շատ մեծ դեր է։ Շնորհակալ եմ։ Իսկապես այդպես է, ես իմ շրջապատում էլ ինչ որ չեմ քննադատում մարդկանց, որոնք անում են լեզվական սխալներ, որովհետեւ ինքս էլ անում եմ եւ ինքս էլ փողոցում իրական ասենք առօրյա կյանքում այսպես գրական հայերեն չեմ խոսում, որովհետև կա խոսակցական հայերեն, որ մենք բոլորս տիրապետում ենք եւ խոսում ենք այդ հայերենով եւ բնավ կարիք չկա ինքնահաստատվելու մարդկանց վրա, ինչը թե իրենք չեն խոսում այն լեզվով, որով որ դուք ուզենայիք խոսել։ Իհարկե ես կարող եմ իմ մտքում քննադատել, ասենք, չգիտեմ, եթերի հայերենը, մամուլի հայերենը, բայց անվանական երբեք իմ էջում չեմ անդրադառնում, որովհետև իսկապես չեմ ցանկանում եւ հումորով էլ ասում եմ, որ մեր կյանքը առանց թշնամիների, առանց այդ էլ բարդ է, ուր մնաց թշնամիներով, թշնամիներ հավաքել պետք չի։ Չէ, հետո փոփոխությունները ավելի լավ են սկսում եւ արվում, երբ որ այդ ընդունելու կողմից, այո, ես միշտ հումորով ասում եմ, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում, իմացեք, ճիշտ է, կուզեք կիրառեք, չեք ուզի, չեք կիրառի, բայց չէ, մարդիկ կիրառում են։ Հետո ես այդ սթորիներով հարցումներ եմ անում, իմ ասենք հոլովակների հետ կապված եւ տեսնում եմ, որ իսկապես մարդիկ արդեն ամրապնդվել է, դա դարձել է այդ տեղեկությունը, դարձել է գիտելիք։ Այո, ես ճիշտ ասած շատ տարբեր բաներ եմ սովորել ձեր էջում, որ ասում ենք, կամ նույնիսկ ինձ սովորացրել են մեկ սխալ, այսինքն շատ հետաքրքիր է դառնում։ Ես կուզեի ձեզ հարցնել, ես ուզում եմ իմ հայրենը լավացնել, որ ավելի լավ լինի, փին լինի, ինչ կարող եմ անեմ, ինչ խորհուրդ կտաք։ Ես խորհուրդ կտամ ձեզ կարդալ բարձրաձայն լավ գրքեր։ Բարձրաձայն կարդալ իսկապես օգնում է, խոսքի վարժություն է։ Ասենք կարդացեք Աքսել Բակունց, կարդացեք Վահան Տերյանի բանաստեղծությունները։ Ինչու Վահան Տերյանի, որովհետև մենք խոսում ենք այն լեզվով, որը ստեղծել է Վահան Տերյանը։ Մինչև Տերյանը այդ հայերենը գոյություն չի ունեցել պարզապես։ Ինքն է հղկել եւ բերել տվել մեզ։ Կարդացեք Հրանտ Մաթեոսյան, կարդացեք լավ թարգմանություններ։ Ենթադրենք Կարա Չոբանյանի թարգմանությունները, ասենք Զավեն Բայաջանի թարգմանությունները, եթե հայ գրականություն չեք կարդում, այսինքն պիտի վստահ լինեք, որ այն գրքերը, որոնք դուք կարդում եք, իսկապես լավ հայերեն են։ Կարծում եմ, որ պետք չի գրախանութներից գնել գրքեր, որոնց թարգմանիչները պրոֆեսիոնալներ չեն, որոնց խմբագիրները պրոֆեսիոնալներ չեն, դա ոնց որ ժամկետանց ապրանք առնես, որը ասենք ոչ մեկին պետք չի։ Թթված մածունում է պետք, չէ՞, պիտի թափենք։ Հիմա դա գրքի տեսք ունի, բայց դա գրականություն չէ։ Գրականությունը արվեստ է, իսկ գիրքը ինչ որ միավոր է, ապրանք է։ Ամեն գիրք գրականություն չէ։ Այնպես որ այո, կարևոր է լավ գրքեր կարդալը։ Չեմ կարող ասել ինչ որ բաներ լսեք ոդկասթներ, որովհետև դուք Հայաստանում եք ապրում եւ դրա կարիքը չունեք, բայց լավ հայերենին հիմա չեք ապրում։ Ես երբեք չեմ ապրել։ Ոչինչ։ Հիմա եկել եք գնալու եք նորից։ Այսինքն հայկական միջավայրում լինելը եւս իսկապես կարևոր է։ Դե ուրեմն փորձեք ունենալ լավ ընկերներ, հայ ընկերներ, այն երկրներում, որտեղ կապրեք։ Այո։
Վերադառնանք այդ կարդալու թեմայի մեջ։ Մենք մեր հարցազրույցի ժամանակ այս թեմա անընդհատ գալիս է ու հասկանում ենք, որ կարդալը մի քիչ այս տարում դժում է բավականին, որ երեխաները մենք այդքան ժամանակ չունենք արդեն կարդալու ծորևի առաջ, երևի չեն այդքան կարևոր չի արդեն մեզ համար, ինչ եք մտածում դրա մասին։ Ես այդպես չեմ կարծում, ճիշտ ասած, այո, դա ավելի պարտադրված եւ թելադրված կարծիք է խորհրդային ժամանակներից, հա, մեզ հասած 20-րդ դարից, որովհետեւ մարդիկ 20-րդ դարում ունեին գրադարաններ Հայաստանում, ընդ որում շատ հաճախ այդ գրադարանները չէին էլ կարդում, ուղղակի այն ժամանակ հարգի էր տանը գրքեր ունենալը եւ դա խելքի նշան էր։ Եթե շատ գրքեր ունեիր, ուրեմն ավելի խելացի էիր, ուրեմն հնարավոր է, որ քո երեխաները ավելի խելացի են կարդացած։ Օգտվեն իրեն։ Բայց ես մի պատմություն եմ լսել, որը իրական է, մարդիկ ուրեմն գրքերը ծակել էին եւ մետաղական զող էին անցկացրել գրքերի միջով, որ դրանք չխախտվեն։ Երբ որ փոշին սրբում են վրայից, չէ, որ գրքերը հետո առաջ են լինում գրապարան, որ հանկարծ այդ գրքերը իրենց դիրքը չփոխեն։ Եվ ես որոշ տներում տեսել եմ, որ դիզայնի համար, հա, ինչ որ գրքերին կրկնաշապիկներ են հագցրել, ասենք դեղին կրկնաշապիկներ, բայց որոնց վրա ինչ որ անուններ չկա հեղինակների, այսինքն որ գեղեցիկ դիզայն։ Դիզայնը սիրուն լինի, հա։ Տեսեք հիմա Հայաստանում տարեկան տպվում է մոտ 2500 անուն գիրք, ինչը հրաշալի եւ մեծ ցուցանիշ է Հայաստանի պես փոքր երկրի համար եւ գնալով գրքերի տպաքանակները եւս աճում են, ինչը նշանակում է, որ մարդիկ կարդում են, հաշվի առեք, որ մարդիկ կարդում են գրքերը գնելով գրախանութներից։ Ես գնում եմ գիրքը, այդ գիրքը միայն ես չեմ կարդում, կարդում են նաև իմ տնեցիները, իմ ընկերները, այսինքն մեկ գիրքը գուցե 3-ից 5 մարդ է կարդում։ Գրքերը կարդում են գրադարաններում եւ ի վերջո մենք ամբողջ օրը էլեկտրոնային գրականություն ենք կարդում, մամուլի հոդվածներ ենք կարդում, կարդալու պահանջը բնական պահանջ է, որը մարդը պետք է բավարարի, անկախ նրանից, թե ինչ տեքստ է կարդում, կարևորը կարդալն է։ Եվ հիմա շուկայում մենք մրցավազքի մեջ ենք, չէ՞, անդադ պիտի պայքարենք, լավացնենք մեր մասնագիտական կարողությունները, որ կարողանանք լավ աշխատանք ունենալ, եւ չկարդալը այսօրվա մարդու համար պարզապես ճոխություն է, որովհետեւ ինքը կդադարի շուկայի մրցունակ լինելուց եւ արագ կհայտնվի լուսանցքում, այնպես որ երբեք էլ բոլորը չեն կարդացել։ Ես վերջերս չգիտեմ ուր էի մեկնում ինքնաթիռով Հայաստանից եւ հաճելիորեն այսպես բացահայտեցի, որ շատերը ինքնաթիռում կարդում էին, այտենց ցերեկային թռիչք է, դե գիշերը մի քիչ անհնար է լույսի տակ կարդալ, մենքամից քնում ես, բայց ցերեկային թռիչքին նկատեցի, որ միայն իմ կողքը նստած մարդիկ այտենց անդադ կարդում էին, ինքս էլ ինքնաթիռում շատ եմ կարդում եւ միշտ կարդում եմ եւ վերջում պես գրպանիկում, հա, այդ իմ դիմացի թողնում եմ այդ գիրքը, դե ասում եմ, հա ման չեմ տալու, արդեն առաքելությունը ավարտված է, հա թողնում եմ ինքնաթիռում, այդպես շատ գրքեր եմ կարդացել։ Ուզում եի ձեզ այդ հիվանդիցել, որ COVID-ի ժամանակ, որ թվում է, որ ամեն ինչը շատ անորոշ է եւ չենք հասկանում ինչ է լինելու, չենք կարողանա խանութ գնալ, մի բան գնալ։ Ես սկսեցի իմ երեխաների համար գրադարան սարքել եւ գնել եմ այդպիսի շատ գրքեր, որ իրան դեռ չեն կարդացել, որ ես շատերը չեմ կարդացել, բայց մտածում եմ, եթե ինչ-որ աշխարհականի մարդը կարողանա այս ամեն ինչը կարդալ եւ իմանալ մարդկության մասին, ու այդ շատ մեծ հարստություն էր ինձ համար այդ ամեն ինչը սարքել։ Իսկապես գրադարանը հարստություն է եւ մենք ցավոք երբեք չենք հասցնում կարդալ այն բոլոր գրքերը, որոնք ձեռք ենք բերել։ Իմ համար էլ կարող եմ ասել, որ ես շատ մեծ գրադարան ունեմ եւ իմ նոր տանը այդ գրադարանը ունի մոտ 7 մետր երկարություն եւ 3 մետր բարձրություն, պատկերացրեք։ Բայց ես բոլորը չեմ կարդացել, բայց երբ որ լավ գիրք է լույս տեսնում, որ գիտեմ, որ դա ինձ պետք է, ես անպայման այդ գիրքը գնում եմ, մտածելով, որ գուցե տպականակը սպառվի եւ մի տարուց, 2 տարուց կամ 6 ամսից ես դա այլևս չկարողանամ ունենալ։ Երբեմն հիվանդության հասնող այդպես գրքասիրություն է դա։ Հիմա մի քիչ ավելի, դե որ էլ տեղ չկա, մենք քնում ենք էլի մահճակա գրքերի վրա բարի բուն իմաստով, որտեղ բոլորի մահճակալի տակ գրքեր են, այդ պահարաններից էլ էլի զատ։ Հիմա արդեն մեկ-մեկ ասում եմ տղա ջան, քեզ հավաքիր հերիքա,
այսքանը որ դու կարդաս, բայց չես կարող է չունենալ։ Չէ, Չէ՞ որ ես մի ասենք ես հետևում եմ թե համաշխարհային գրականության մեջ ինչ դեմքեր կան, ասենք ուսումնասիրում եմ ժամանակակից լատվիական գրականությունը։ Եթե ես չկարդամ, ասենք Նորա Էքստենայի Մայրական կաթը, ինչպես իմանամ, որ դա ասենք լավ գիրք է եւ դա ասենք պիտի հետո ուրիշները կարդան ինքն խմբագրելուց հետո։ Իհարկե։ Եվ դա մի աշխատանք է, որ անդադ պիտի անես, անդադ պիտի մատդ պահես զարկերակին, թե չէ մենակ հայ գրականությամբ չի սկսվում եւ ավարտվում աշխարհը, պիտի բոլորի գրականություններին ծանոթ լինես, ինչը եւ ես սիրով անում եմ։ Եվ այս վերջերս այդ շփումները շատացել են գրողների հետ, հա, տարբեր երկրների, որտեղ կան փառատոներ տարբեր երկրներում եւ մի լավ ընկեր ունեմ, վրացի գրող Արչիլ Քիքոձեն, մեկ-մեկ հումորով ասում եմ, տես ասում եմ, քեզ Հայաստանում ավելի շատ են ճանաչում, քան Վրաստանում, ինչը իրականում այդքան էլ հումոր չի։ Հա, իսկապես, կարող է հայ գրողին դրսում ավելի շատ ճանաչեն, քան Հայաստանում եւ հակառակը։ Եվ այսինքն անդադ պիտի կարդաս։ Հիմա ինքը նոր գիրք է գրել, կոչվում է Պատերազմ։ Ես թարգմանչի հետ Ասիայի Դարփինեն խոսեցի, երկու գիրք արդեն Քիքոձեից թարգմանել ենք։ Ասում եմ Ասիա, տես ինչ անենք, որ այդ գիրքը հայերեն ավելի շուտ լույս տեսնի, քան վրացիները կտպեն։ Հիմա այդպես արագ այդ ուղղությամբ աշխատում ենք։ Եվ առաջվա նման չի, որ 80-ականներին սկսենք թարգմանել այն գրքերը, որոնք 19-րդ դարում էին լույս տեսել, չէ՞։ Որովհետեւ այդ գիրքը հասներ խորհրդային Հայաստան, տարիներ էին պետք, վայ, միջև տպվի, միջև մեկը գա, միջև մեկը հետը բերի։ Եվ մենք կարդում ենք ժամանակավրեպ գրքեր։ Իհարկե այդտենց ուղիղ իմաստով չեմ ասում, արվեստը այդպես ժամանակավրեպ չի լինում, բայց ինչու չի լինում։ Թեմաների իմաստով, ժամանակաշրջանի լեզվի իմաստով լավ էլ ժամանակավրեպ կարող է լինել։ Այսինքն գիրքը գրողը երբ որ դա գրում է, ուզում եմ որ այդ ժամանակ այդ գիրքը կարդան։ Ես որ մի բան ստեղծում եմ գրում, դա կարող է արտահայտել այնպիսի հոգեվիճակ, որը ունեն բոլորը այդ օրը կամ այդ ամսին։ Եվ դա 5 տարի հետո եթե ինչ-որ մեկը կարդա, ուր մնաց թե 50 տարի հետո, իհարկե չեն հասկանա։ Գիտակցորեն չեն հասկանա։ Գուցե ենթագիտակցությունների մակարդակում ինչ-որ զրույց լինի գրողի եւ ընթերցողի միջեւ, բայց գիտակցությունները դժվար զրույց են։ Որպես վերջին հարցը, կուզեի ձեզ խնդրել, որ կիսվեք մեզ հետ մի ստեղծագործությամբ, որ ձեր կյանքը փոխել է։ Թող մի գիրք կամ արվեստի գործ կամ երաժշտություն։ Իմ կյանքը այդպես շատ բարդ հարց է իրականում, որ սիրահարվել եմ ընթերցանությանը դպրոցական տարիքում։ Եղել է Հեմինգուեյի Ծերունի եւ ծովը վիպակից հետո, որովհետեւ այդ գործը իսկապես տպավորեց ինձ եւ ես մինչեւ հիմա մտածում եմ այդ վիպակի վերջին նախադասության մասին, Ծերունին երազում առյուծներ էր տեսնում եւ անդադ մտածում եմ լավ ինչ պայքար է բնության դեմ, որ մարդը անդադ մղում է եւ ինչու է մղում այդ պայքարը գոյի իրավունքի համար, չէ, որ կարելի ավելի հաշտ ապրել։ Բայց ինձ այդ ներդաշնակությունը երբեք չի լինում եւ այդ պայքարը միշտ կա։ Իսկ դրանից հետո չեմ կարծում, այդպես մի գիրք, որ հեղափոխական ազդեցություն ունեցել, չեմ կարող նշել Հեմինգուեյից հետո։ Անչափ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար, շատ հաճելի զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Okay.